Հսկայական սպի հողի վրա բազում սրբավայրեր այս կիրճի ողջ երկայնքով ինչ պատմություններ են թաքցնում այս առեղծվածային կիրճն ու քարանձավները եւ ովքեր էին բնակվում այս քարանձավներում հարյուրամյակներ առաջ Իհարկե Հայաստանում շատ կան ձորեր ու կիրճեր գեղեցիկ անուններով ու պատմություններով Աղավնաձոր, Մեղրաձոր, Ծաղկաձոր Այս կիրճը պարզապես կոչվում է Քասախի կիրճ, բայց այն կարծես մարդկության հազարամյա զարգացման յուրահատուկ մի մատյան է Շատ ժողովրդական ասացվածքներ եւ լեգենդներ կան կապված այս կիրճի հետ Ըստ Սիմեոն Երևանցու Հենց այստեղ է Գրիգոր Լուսավորիչը հիմնել իր աղոթատեղիներից մեկը եւ հենց այստեղ է հեռացել ճգնելու։ Քասախի ձոր, կիրճ Արագածոտնի եւ Արմավիրի մարզերում, երկարությունը 90 կիլոմետր։ Այստեղ է գտնվում Գրիգոր Լուսավորչի անապատը։ Հեռավորությունը Երևանից մոտ 35 կիլոմետր։ Կիրճի հենց այս նեղ հատվածն է Գրիգոր Լուսավորիչը ընտրել իր անապատի համար։ Այստեղ դարեր շարունակ հարյուրավոր մարդիկ նվիրվել են հավատքին եւ փնտրել կյանքի իմաստը։ Այստեղ գրվել են եւ կրկնօրինակվել բազում իմաստուն ձեռագրեր։ Կարծես ոչինչ իզորու չէ խանգարել այս անդորը։ Կաթողիկոս Սիմեոն Երևանցին այս վայրը հիշատակում է որպես Սուրբ Գրիգոր Լուսավորչի անապատ։ Հետագայում այն կոչել են նաև հրեշտակաբնակ անապատ։ Կարծում եմ, այս վայրը լիովին համապատասխանում է այդ անվանումին։ Մեզ հետաքրքրեց հսկայական կիրճի հենց այս հատվածը, որտեղ գրեթե բոլոր քարանձավները բնակեցված են եղել, բայց ամենաառեղծվածայինը Օհանավանքի եւ Սաղմոսավանքի միջև գտնվող լքված քարանձավային համալիրն է։ Հաղթելով աշխարհի կյանքից, մարդիկ այս կիրճում խաղաղություն, ներդաշնակություն են փնտրել բնության Աստծո հետ, նաեւ ճգնել են։ Այս վայրը կարող էր հիանալի թաքստոց հանդիսանալ նաեւ վտարանդիների համար, բայց այս կիրճը գոյատևելու Սնվելու համար խիստ սուղ է, եւ ինչու էր այն դարեր շարունակ ձգում մարդկանց, գուցե շատ կարևոր մի այլ պատճառ կար։
Այս քարանձավների մասին գոնե ինչ որ տեղեկություն ստանալու համար մենք դիմեցինք պատմական գիտությունների թեկնածու պարոն Աշոտ Մանուչարյանին։ Նա երկար ժամանակ է, որ ուսումնասիրում է այս տարածաշրջանի վիմագրությունները։ Մենք քանիցս շրջագայել ենք Արագածոտեն կամ Արագածոտնի մարզում, շրջագայությունների ընթացքում մեզ հետ ներկա էր նաև հուշարձանագետ Արմեն Ասատրյանը։ Նա ցույց տվեց քարանձավի տեղը, մենք այդպես ուշադրություն չէինք դարձնում այդ քարանձավին, որովհետև առաջին պլանում արձանագրություններ հավաքելն էր, իսկ ինտուիտիվ զգում ենք, որ այդտեղ չկան արձանագրություններ, թե փոքր-ինչ սխալվեցինք, բայց մտավորականի խղճի հանգստության համար որոշեցինք եւս մեկ անգամ գնալ այդ անապատը։ Այս քարանձավային համալիրը տեղացիները կոչում են կարմիր վանքեր, հավանաբար վերնամասում ձգվող կարմիր տուֆի գույնի պատճառով։ Սա խորհրդային տարիներից տեղադրված վահանակ է, որի վրա գրված է Ժառափոր եկեղեցի Սուրբ Աստվածածին 13-րդ դար։ Պետք է նկատել, որ դարաշրջանը ճիշտ չի թվագրված, պետք է լինի 12-րդ դար, եւ բացի դրանից այս համալիրը ըստ մեզ հայտնի մատենագրական աղբյուրների կոչվել է Քարանձավի անապատ, որը մերձ է Սաղմոսի վանքին։ Այ հետաքրքիր է, որ Սաղմոսավանքը ու Հանավանքը շատ սիրված վայր են զբոսաշրջիկների կողմից, իսկ այս վայրը անուշադրության է մատնվել, որովհետև նայում շատ գեղեցիկ է ու յուրօրինակ է, այսպես։ Պետք է նկատել, որ միջնադարում էլ պատմական աղբյուրները բավականին սուղ են իրենց տեղեկություններով այս մենաստանի մասին։ Կարող ենք գնալ Գնալ։ Մեզ հասել են երկու ձեռագրեր ընդօրինակված այդ քարանձավում Մարկոս Գրչի կողմից, ձեռագրերից մեկում նա իրեն կոչում է մի վոտանի, իսկ մեկ ուրիշ բնագրում նա իրեն անվանում է ասելով, որ զի մի ոտը կարճյալ էր, մի ոտը կարճ էր։ Ուրեմն գործունեության ժամանակահատվածը կարելի է սահմանափակել 12-րդ դարի կեսից մինչև 12-րդ դարի վերջ, մոտավորապես 50 տարի առավելագույն է։ Համաձայն եք, որ շատ կարճ կյանք է վանքի համար։ Ի տարբերություն ուրիշ քարանձավային վանքերի, այն հետագա զարգացում չունեցավ։ Այն տպավորությունն է, որ վանքը ստեղծվել էր ինչ-որ կոնկրետ նպատակով։ Ինչպես բոլոր վանքերը, այս քարանձավներն էլ ունեն իրենց փոքրիկ, բայց եկեղեցին։ Ըստ Սիմեոն Երևանցու, այն կոչվել է Սուրբ Աստվածածին։ Մենք եկանք ու հասանք Սամոսավանքի քարանձավի անապատը, որը ըստ մատենագրական տվյալների հայտնի է 12-րդ դարի երկրորդ կեսից։ Սա ուրեմն եկեղեցին է, որը կոչվում է Սուրբ Աստվածածին, հիմա սա մուտքն է, ինչպես կարգն է հայոց եւ ոչ միայն հայոց, քրիստոնեական եկեղեցիների մուտքը հիմնական արևմուտքից, նաեւ լինում է հարավից, բայց այստեղ արևմուտքից է, մենք հիմա կմտնենք, կբարձրանանք ուրեմն այստեղ։ Ուրեմն սա եկեղեցին է։ Եկեղեցին վիմափոր կամ ժառափոր եկեղեցի է, բարեբախտաբար պահպանվել է մի արձանագրության հետ եւս, ահա այդ արձանագրությունը խաչի վերնամասում, խիստ համառոտագիր խեչը եւ վերևը փոքր պատիվ նշան է գնում, այսինքն խաչս, հիմա տեսնենք խաչը
պատվին է փորագրվել, համար խաչես մերը շատ ախորժելի եւ գայթակղիչ լինի, եթե մենք կարդանք սա Մարկոսին, որտեղ այստեղ 9 երևում է երկրորդ տողում, բայց կտարը այդքան չի երևում, միգուցե եղցվել է, բայց ակնհայտ երևում է մերն կա, ակնհայտ երևում է այ զեղչման նշանը սա է, եւ նաեւ 9 կցագիր է, ակնհայտ երևում է եւ նեի պոչ է, այսինքն Մարկոսին, եւ այստեղ եթե դու տեսնում ես տառը, այսինքն եղել է թվականը, որը ցավալիորեն ջարդված է, այսինքն անշուշտ կարող ենք ասել, որ խաչաքանդակը փորագրել է Մարկոս Գրիչը, որից մեզ է հասել 2 ձեռագիր։ Անաստվածության ժամանակաշրջանը իհարկե չի շրջանցել նաև այս եկեղեցին։ Պարոն Մանուչարյան, սա սրբապղծություն է, այս ինչ է կատարվել, այս պատերին նայում ես, այս մարդիկ ուզեցել են իրենց անմահացնեն, բայց իրենց սրբապղծությունն են անմահացրել։ Այնպիսի տպավորություն է, որ այս անապատը ստեղծել են կարծես թե ինչ-որ հատուկ առաքելության նպատակով, որի իրագործումից հետո կրոնավորները հեռացել են այստեղից։ 12-13-րդ դարեր թուրք սելջուկների հորդաները մեկը մյուսի հետևից ներխուժեցին Հայաստան։ Հայաստանը ստիպված էր կռվել ու դիմադրել ոչ միայն բյուզանդական հզոր բանակին, այլ նաև արևելքից եկող մոլերանների հարձակումներին։ Անհավասար պայքարի ելավ երկրի ողջ ժողովուրդը։ Քչերի անուններն են մեզ հասել։ Այդ ժամանակվա ականատեսները շատ քիչ տեղեկություններ են թողել հասարակ մարդկանց կյանքի եւ պայքարի մասին։ Այնպես է ստացվել, որ պատմությունն ավելի շատ հիշում է իշխաններին ու թագավորներին։ Թուրք սելջուկները ոչ միայն փոխում էին հայերի դարերով ձևավորված կացութաձևը, այլ նաև բազմաթիվ փորձեր էին արվում հայերին դավանափոխ անելու։ Քոչվոր թուրքերը Հայաստանի ծաղկող այգիները վեր էին ածում արոտավայրերի, դաժան տանջանքների էին ենթարկում կրոնավորներին, փակում ու պղծում էին եկեղեցիներն ու սրբավայրերը։ Հավատավոր ժողովուրդ է միջնադարյան, անգամ վախենում էր ազատորեն աստվածային պաշտամունք կատարել։ Մտնում են եկեղեցիները ներսից փակում ու շատ վախվորած կերպով ծեսեր կատարում։ Վերջին 5 դարերի ընթացքում Հայաստանը գտնվում է պարսիկների եւ թուրքերի լծի տակ։ Գրեթե ամբողջովին կորցնելով ինքնությունը, չունենալով ոչ մի ցեղական եւ կրոնական ընդհանրություն հզոր ազգերից որևէ մեկի հետ, չտեսնելով ոչ մի լուսավոր կետ, որը կնշմարեր ազատագրում մուսուլմանական լծից, ենթարկվելով անհավանական բռնությունների ֆանատիկ զավթիչների կողմից, նրանք ոչ միայն չվերացան նման անմարդկային պայմաններում, այլև ամուր կպած մնացին իրենց նախահայրերի հողին, պահպանեցին հավատքը, լեզուն ու ընտանեկան ամուր հիմքերը, նահապետական բարքերը, երևույթներ, որոնք իրապես հազվագյուտ են մարդկության պատմության մեջ, գրում էր 19-րդ դարի գերմանացի լրագրող Մագդա Նեյմանը։ Որքան էլ զարմանալի թվա, այս լքված քարանձավները կարող են լույս սփռել հայերի տոկունության գաղտնիքի վրա։ 12-րդ դարի երկրորդ կեսին այստեղ հաստատվում է ոմն Հովանես Մունջը։ Նա թշնամու թիկունքում մահվան ամենօրյա վտանգի ներքո հիմնում է անապատ եւ ինչպես մեզ թվում է, ոչ միայն դաժան իրականությունից հեռանալու նպատակով։ Հայասեր եւ ազգային մտածողությամբ օժտված մարդ, որը հայտնել չի որտեղից կամ Կիլիկիայից կամ Հյուսիսային Հայաստանից, որտեղ որ շատ խորն էին ավանդույթները եկեղեցական, գալիս է այդ վայրը եւ սելջուկյան համատարած դժնդակ տարիներին գիտության ջահ է վառում։ Իշուզն է համախմբում կրոնավորների, որոնք ճգնում էին այրերում, քարայրներում եւ նրանց սկսում է ուսուցանել։ Նիկողայոս Մարը նկարագրելով իրավիճակը 12-րդ դարում նշում է. հայ ազնվականությունը արդեն այդ ժամանակ գտնվում էր համընդհանուր ապազգայնացման եզրին։ Նրանց ազգային ինքնությունը, կարծում եմ, կապված էր միայն հայ առաքելական եկեղեցու պատկանելությունից։
Այդ բախտորոշ ժամանակահատվածում, երբ թվում էր, թե Հայաստանը սպառել է իր թե հոգևոր եւ թե ֆիզիկական ներուժը, ի հայտ են գալիս Զաքարյան եղբայրներն ու հարյուրավոր Հովանեսներ, Մարկոսներ, Ստեփանոսներ ու Վարդաններ։ Նրանց նպատակն այն ժամանակվա համար աներևակայելի էր, երբ հերթական հնագույն ժողովրդի լինել չլինելու հարցն էր դրված, նրանք մտադրվել էին ոչ միայն փրկել, այլև նորից կառուցել իրենց պետությունը։ Ի տարբերություն շատ ազնվականների, Քասախի կիրճի քարանձավային եղբայրության ազնվապարությունն ու տոկունությունը անժխտելի է։ Հենց այդ ժամանակ Մարկոս Միոտանին գրում է «Ընծայություն Սուրբ Գյուրեղ Երուսաղեմցու» ձեռագիրը, որն իրականում ոչ այլ ինչ է, քան մանրամասն հրահանգներ քահանաների համար, թե ինչպես է պետք դարձի բերել դավանափոխ եղած հայերին, եւ մյուս ձեռագիրը դա ճառընտիրն էր, որը կարող էր նրանց կործանման պատճառը դառնալ։ Ձմռան մի օր հանկարծ տարածք են խուժում հեծյալ սելջուկներ։ Գալիս զերբակալում են 5 կրոնավորների իրեն, Մարկոսին, եղբորը Մխիթարին, Պողոսին, Կիրակոսին եւ Ստեփանոսին, նրանք 4-ին իրենց հետ տարել են դվին, թողնելով միայն Մարկոսին տեղում, քանի որ Մարկոսը ասում է հաղագս տկարության իմով զիմիվոտս կարճյալ էր եւ ոչ կարելի ընթանալ։ Արգրաված են լինում նաեւ ընդօրինակող ձեռագիրը, ճառընտիրը։ Մեր կարծիքով այդ 4 կրոնավորները, որոնք ենթարկվել են տանջանքների, իսկ բոլորիս էլ պարզ է սելջուկյան տանջանքները ինչպիսին կարող են լինել, նրանք տոկացել ու չեն հայտնել իսկությունը, ի պատիվ իրենց։ Մարկոսը չթողեց իր եղբայրներին։ Նրան հաջողվեց կաշառել ագահ սելջուկներին եւ ազատել թե իր եղբայրներին, թե չավարտված ձեռագիրը։ Ճակատագրի հեգնանքով հենց այդ ձեռագիրն է, որ դարերի խորքից մեզ է հասցրել այս քարանձավների պատմությունն ու գաղտնիքը։ Մարկոս Միոտանի գրիչը ասում է, որ 40 կանոնով կրոնավորյալը եղել է Տբխիսում, ներկայիս Թբիլիսիում, բերել է այնտեղից ընտիր թուղթ գրչագրելու համար, չի բացառված, որ նա տեսակցել է Մխիթար Գոշին կամ Զաքարյա ամիսպասալարին, եւ բացառված չէ, որ որոշ առաջադրանքներ ստացել են, որոնք փորձել են կատարել, որովհետեւ նույն կրոնավորներին այդ քարանձավի անապատի ուխտի մենք տեսնում ենք նաեւ անիում, որտեղից բերում են կազմ եւ օղակներ ձեռագրի համար, իսկ անին գտնում էր դեռևս սելջուկյան տիրապետության օրոք, որը ազատագրվեց ըստ Վարդան Արևելցու 1199 թվականին։ 40 կանոնով կրոնավորը գնում էր Թիֆլիս ընտիր թուղթ բերելու։ Մենք կարող ենք միայն ենթադրել, թե սա ինչ էր նշանակում։ Եվ նրանք միգուցե խորամանկել են, ասում է մեր եղբայր 40-ը գնաց Թիֆլիս ընտիր թուղթ բերելու, ընտիր։ Այսինքն արդեն պատասխանը կա, հենց քողված վերնագրի մեջ։ Շարժման գաղափարական եւ հոգեվոր առաջնորդն էր Մխիթար Գոշը։ Մեզ հայտնի է, թե ինչպես էր նա կարողանում հանուն ազատության ոտքի հանել ժողովրդին։ Նա իրոք ուներ ընտիր եւ կարեւոր թղթեր։ Պատահական չէ, որ ձերբակալված ճառընտիրում ընդգրկված էին նաեւ Գոշի իմաստուն ճառերը։ Հիմա մենք մտանք Քարանձավի անապատի գլխավոր վայրը, մեծ սրահը, այստեղ կրոնավորները փորել են խորոշներ, որոնք ամենայն հավանականությամբ ծառայել են որպես հենարաններ ձեռագրեր ընդօրինակելու համար։ Կան նաև այլ նշանակություն ունեցող խորոշներ, հավանաբար պարագաներ դնելու համար։ Հնարավոր է հենց այստեղ կամ վերևի հարկում Մարկոս Միոտանին գրում էր իր ձեռագրերը։ Այստեղ ներքևում երևում են նաև ինչ-որ մի թաքստոցի հետքեր։ Իհարկե, հետագա պեղումները շատ թե քիչ կարող են մեզ համար բացահայտել այդ ամենը։ Այս բավականին նեղանցքը տանում է դեպի երկրորդ հարկ։ Մասնագետ Լեռնագնացի օգնությամբ փորձենք բարձրանալ վերև։
Սա բավականին ապահով ապաստարան է։ Այս խցերում կարելի է ապահով պատասպարվել, չվախենալով գազաններից եւ անկոչ հյուրերից։ Այստեղից հնարավոր է հսկել ցանկացած տեղաշարժ ձորի մեջ եւ գետի ողջ երկայնքով։ Կարելի է ենթադրել, որ այս քարանձավները ժամանակին հաղորդակցվում էին, սակայն 800 տարվա ընթացքում ժամանակն ու բնությունը այստեղ շատ բան են փոխել։ Հովհաննես Մունջին հաջողվեց այստեղ կազմակերպել անապատ, նրան հաջողվեց դաստիարակել հավատքին եւ ապագա երկրին հավատարիմ կրոնավորներ։ Մարկոսը թերևս չէր կարող եւ առհասարակ իրավունք էլ չուներ գրելու այն ամենի մասին, ինչ կատարեց այստեղի եղբայրությունը երկրի եւ քրիստոնյա հավատքի պահպանման եւ ազատագրման համար։ Սակավ տողերից մենք միայն կարող ենք ենթադրել, թե որքան դժվար էր նրան լռել, որքան դժվար էր այս արժանավոր մարդկանց զրկանքներով եւ վտանգներով լի կյանքի պատմությունը պարզապես մոռացության մատնել։ Զարմանալի է, որ այս վայրը չունի չի կրում ուխտավորների հետքեր։ Հայաստանում եկեղեցիները, լքված մատուռները, ճգնավայրերը, որքան էլ հեռու լինեն, ժամանակ առ ժամանակ ուներում են այցելուներ, բայց այս վայրը կարծես ջնջվել է ժողովրդի հիշողությունից։ Մարկոս Միոտանի գրիչը Ճառընտիրի հիշատակարանում նշում է, որ նրանք աշխարհիկ կյանքից հեռանալով այս անապատում կատարում էին մի գործ, որը բնորոշ չէր հոգևորականներին եւ որի համար ենթարկվեցին հալածանքների։ Ինչ կատարվեց իրենց եւ այս անապատի հետ, երբ ամիսպասալար Զաքարեի բանակն ազատագրեց այս տարածքները, այս հարցի պատասխանը գտնվում է վերևում, հենց Անդունդի եզրին։ Այո, պատկերացրեք, որ Քասախի կիրճի քարանձավում սկսած գործը գտավ իր շարունակությունը այստեղ։ Սաղմոսավանքը դարձավ գրչության եւ վարդապետների ուսուցման հզորագույն կենտրոններից մեկը։ Այստեղ արդեն ոչ գաղտնիորեն ամրապնդվում էին մեր հավատքի եւ պետության հիմքերը։ Այստեղ ուսուցանում էին ապագա փիլիսոփաները, գիտնականները, դիվանագետներն ու թարգմանիչները։ Հովհաննես Մունջ իրապես առեղծվածային մի կերպար։ Եթե չլիներ Մարկոս Միոտանին, մենք ոչինչ էլ չէինք իմանա նրա գոյության մասին, չէինք իմանա նաև այս քարանձավային վանքի զարմանալի պատմության մասին, ճիշտ այնպես, ինչպես մենք այդպես էլ չիմացանք հազարավոր լուռ ու մունջ մարդկանց մասին, ովքեր անմնացորդ նվիրվեցին, որ ապրի ազգն ու երկիրը, եւ Քասախի կիրճի այս փոքրիկ դրվագը ցույց տվեց մեզ, թե ինչ գնով է պահվել ամեն մի քար, ամեն մի հողի կտոր, որ հայրենիք է կոչվում։ Հսկայական սպի հողի վրա, այստեղ մարդիկ բառացիորեն գտնվում էին ոչնչացման եզրին, ամբողջ մի ազգ գտնվում էր մոռացության Անդունդի եզրին, շնորհիվ հազարավոր մունջ հերոսների, հավատքի ամրության, տոկունության մեզ հաջողվեց չընկնել ու դիմակայել։ Անդունդի եզրի այս երկու վանքերը ասես այդ են խորհրդանշում։ Իշխանության եւ պատվի խորհրդանիշ, գույն, որը հասու էր միայն ընտրյալներին։ Ինչու էին ներկի մշակման նրբությունները գաղտնի պահվում
իսկ դրանց վերաբերող տողերը կոդավորվում։ Որն էր վերջի վերջո թագավորական ծիրանի կոչվող գույնը, եւ արդյոք այսօր մենք կարողանում ենք այն ստանալ։